Գեղանկարչություն, խեցեգործություն, դեկորատիվ կիրառական արվեստ, մոդելավորում եւ նույնիսկ օրիգամի։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում գարնանային տրամադրություն է։ Ցուցասրահներում ներկայացված է կենտրոնի Երևանի ստորաբաժանումների 6-ից 18 տարեկան սաների շուրջ 500 աշխատանք։ Մեր փորձառու մասնագետների աշակերտներն են ներկայացված, ովքեր որ 40 տարուց ավել մեզ կենտրոնում դասավանդում են, եւ նաեւ այն ուսուցիչները, ովքեր միացել են մեզ վերջի տարիներին, արդեն 2-3 տարի է, մեր ժամանակակից լավագույն երիտասարդ նկարիչները դասավանդում են նաեւ մեր կենտրոնում եւ նրանց սաների աշխատանքներն էլ կարող ենք տեսնել այսօր։ Տասնամյա Բելլան նախ նկարել է ֆլամինգոներին, ապա հանձնել կտորին, հաճախում է նաև պարի երգի դասերի, սակայն նկարչության հանդեպ յուրահատուկ սեր ունի։ Նկարչությունը իմ կյանքում շատ մեծ դեր է զբաղեցնում, որովհետև ես նկարելուց հանգստանում եմ, մոռանում եմ բոլոր աշխատանքները, դժվար պահերը եւ անում եմ ինչը, որ ինձ դուր է գալիս։ Եթե անկեղծորեն ասեմ, այս անգամ ընտրությունը շատ խիստ չի եղել, ցանկացել ենք բոլոր երեխաների աշխատանքները ցուցադրենք, սովորաբար մյուս նախագծերում բավականաչափ խիստ ենք ընտրում։ Ես կարող եմ ասել, որ գույների, ինչպես նշեցիք, առանձնահատկությունով տարբերվում են մեր բոլոր երեխաների եւ մեր բոլոր ուսուցիչների աշխատանքները Եվ նաև կարող եմ հպարտությամբ ասել, որ որակային իմաստով, մասնագիտական իմաստով բավականաչափ հետաքրքիր եւ պինդ աշխատանքներ կան, իսկ կարծում եմ, այս երեխաները հետագայում նաև գեղանկարիչների աշխատանք մասնագիտությունը կընտրեն։ Ըստ տարիքային խմբերի տարբեր են նաև պատանիների հետաքրքրությունները։ 14-ամյա Լիա Խալաթյանը գեղանկարչությունը համադրել է նորաձևության հետ։ Ներկայացրել եմ 3 աշխատանք, աշխատանքները նորաձևության թեմայի մեջ են, այս շարքը սկսել ենք ես եւ ընկերուհիս, եւ արդեն 2 տարի է ինչ աշխատում ենք այս թեմայի վրա, աշխատել ենք կտավի վրա յուղաներկով եւ սկսել ենք հենց նորաձևության թեման, քանի որ նորաձևությունը երկուսս շատ ենք սիրում եւ կարծում եմ, որ նորաձևությունը շատ կարեւոր դեր ունի ամեն մեկի կյանքում եւ ամեն մեկի ինքնաարտահայտման յուրովի ձևն է։ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գարնանային, գունեղ ու բազմապրոֆիլ աշխատանքները կցուցադրվեն մինչև ապրիլի 23-ը։ Յուրա Վահանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։